Երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Հենց այս հիմնական կարգախոսով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեկնարկեց իր նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, իրենց ծրագիրը գրվել է ժողովրդի հետ անմիջական շփումների արդյունքում մարդկանց խնդիրների ու առաջարկների հիման վրա, իսկ իրենց քաղաքական թիմի նպատակն էլ հենց այդ խնդիրների լուծումն է։ Ժողովուրդը ուզում է, որ իրենց խնդիրները լուծվի, իրենք զգան գնահատված են, պաշտպանված են եւ իրենք կարողանում են իրենց հոգսերը հոգալ, իրենց խնդիրները կարգավորել։ Այսօր մենք պատրաստ ենք դրան։ Կուսակցության նախագահը վստահեցրեց, Բարգավաճ Հայաստանը ունի ուժեղ թիմ, համակիրներ եւ ծրագիր։ Առաջիկա 1 ամսվա գլխավոր խնդիրը ըստ Ծառուկյանի այդ ծրագիրը հանրությանը ներկայացնելն է, շրջելով Հայաստանի բոլոր համայնքներում։ Դրա համար մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, որ դուք այսօրվանից Հայաստանով մեկ, ամեն մեկը ինչ լսել եք, ինչ տեսել եք, ինչ որ մենք իրար հետ քննարկել ենք միասին, պետք է դա ներկայացնենք մեր ժողովրդին։ Նա կոչ արեց թիմակիցներին ընտրաշավի ընթացքում լինել հարգալից մրցակիցների հանդեպ, որևէ մեկին չվիրավորել։ Եթե որևէ մեկը մեզ քննադատի, դուք ուշադրին լսեք, եթե դա իրոք այդպես է, մենք պետք է դա ընդունենք։ Իսկ եթե չէ, ուրեմն լիարժեք պատասխանենք այնպես, ինչպես որ իրենք արժանի են իրենց այդ քննադատության համար։ Իր ելույթի ավարտին Գագիկ Ծառուկյանը դպրոցականների վերջին զանգի օրը լույսի հույսի օր որակեց։ Այնպես որ մենք այնպես պետք է կազմակերպենք, որ այդ վերջի զանգը, դպրոցականի վերջի զանգը լինի դա մեր ազգային վերածնունդի առաջին զանգը, որ դրանով մենք կարողանանք հունիսի 7-ին մեր նպատակները, ցանկությունները, ծրագրերը, որը ներկայացրել ենք իրականացնենք, որ լինի երաշխավորած խաղաղություն, բարգավաճ երկիր եւ բարեկեցիկ կյանք։ ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ ընտրություններին կուսակցությունը մասնակցում է Առաջարկ Հայաստանին ծրագրով, որի ստեղծման աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել երիտասարդները։ Քարոզարշավի մեկնարկին ներկա էր նաև Առաջարկ Հայաստանին մրցույթի մրցանակակիր Մարիամ Նիգոյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրում ներգրաված են նրա եւ շուրջ 500 երիտասարդների առաջարկներ։ Սա պարզապես թուղթ չէ։ Սա մեր երիտասարդների աշխատանքն է։ Սա մեր երիտասարդների առաջարկների հավաքածուն է, որը տպագրվել է եւ արդեն իսկ իմ ձեռքին է։ Սա պարզապես թուղթ չէ։ Սա փաստ է, որ երիտասարդի ձայնը լսելի է դարձել։ Սիրելի երիտասարդներ, եկեք միասնաբար վերջ տանք մեր երկրում տիրող անտարբերությանը։ Օրինակ ծառայենք եկող սերունդներին։ Եվ հունիսի 7-ին միասնաբար բոլորս գնանք ընտրատեղամաս եւ կատարենք մեր որոշումը։ Եվ բոլորս միասին կերտենք մեր Բարգավաճ Հայաստանը։ Իվետա Տոնոյանի խոսքով հունիսի 7-ը պարզապես ընտրության օր չէ։ Այդ օրը կարևոր է յուրաքանչյուրի ձայնը։ Մի եղեք անտարբեր, որովհետև անտարբերությունը, անգործությունը նույն չարիքն է։ Բոլորիդ կոչ եմ անում հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր, ձեր ձայնը տալ, քվեաթերթիկ համար 7-ին կատարել ձեր ընտրությունը հանուն երաշխավորված խաղաղությամբ, բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։